Կիրակի օրը Սուրանկյուն հաղորդաշարի ընթացքում խմելու ջրի հետ կապված խնդիրների քննարկումները վերհանեցին բազմաթիվ խնդիրներ, հակասական պատասխաններ եւ ինչու ոչ, նաեւ անհարգալից վերաբերմունք Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։ Լրագրողի հարցին ի պատասխան Veolia ջուր ընկերությունն ասում է, որ իրենք որևէ ահազանգ չեն ստացել խմելու ջրի հետ կապված։ Սիրելի հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ, այս տեսանյութի ներքո ձեր մեկնաբանություններով ահազանգեք, որպեսզի Veolia ջուրը իմանա, թե ինչպիսի խնդիրներ կան Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում խմելու ջրի որակի հետ կապված։ Ահազանգեք, որ իրենք տեղյակ լինեն եւ որ ավելի կարեւոր է ասեն ճշմարտությունը։ Իսկ ճշմարտությունը նաեւ գալիս է նրանից, որ օրինակ տեսչական մարմինը ելի նորից լրագրողի հարցին ի պատասխան ասում է, որ օրինակ Արմավիրի մարզի 1 բնակավայրում հայտնաբերվել է ջրի կոշտության 11.2 ցուցանիշ, որը թույլատրելիից բարձր է մի քանի ուրեմն կետով, որովհետեւ թույլատրելի առավելագույնը 7-ն է։ Հիմա դա էլ ահազանգ չի, այս բոլոր տեսանյութերը եւ այս ամբողջ ցուցանիշներն ու փորձաքննությունները ահազանգ չեն։ Մի հատ խնդրում եմ սիրելի քաղաքացիներ, ահազանգեք։ Եվ հիմա ուզում եմ անդրադառնալ երկրորդ հարցին, հա։ Եթե ասում եք Արմավիրի մարզի 1 բնակավայրում, կներեք որ 1 բնակավայրում, իսկ ով պիտի Հայաստանի քաղաքացիներին տեղեկացնի, որ այդպիսի խնդիր կա։ Իսկ ինչ պիտի անեն Հայաստանի քաղաքացիները, եթե իրենց առողջությանը վնասող ջուր են խմում տևական ժամանակ օգտագործում կամ իրենց տեխնիկան ընդհանրապես շարքից դուրս է գալիս։ Նույնը վերաբերում է ջրային կոմիտեի տված պատասխանի, որը մեզ ասում է, թե ինչու է Մասիս քաղաքի ջուրը կոշտ։ Մասիսեցիները ենթադրաբար դա լավ գիտեն։ Իսկ ինչ լուծումներ պետք է այստեղ լինեն։ Այնպես որ խնդրում եմ այստեղ եւս արտահայտեք ձեր դիրքորոշումը, հանրային պահանջ պետք է ձևավորվի։ Եվ նաեւ ջրի տևողության հետ կապված։ Հարգելի պարոն Մեսրոպ Մեսրոպյան, կրկին դիմում եմ ձեզ։ Զբաղվեք Veolia ջրի գրաֆիկի հարցերով ջրամատակարարման։ Վերջին շրջանում դուք զբաղվում եք շատ տարբեր բաներով, որոնք առավելապես ձեզ վնասում են, բայց հանրությանն օգուտ չեն տալիս։ Հիմա հանրօգուտ աշխատանքով եմ առաջարկում զբաղվել։ Veolia ջրը պատմում է, որ ինքը կրճատել է չհաշվառված ջրի քանակը։ Եվ ինչու այդ դեպքում ինչու եք դուք հաստատում ջրամատակարարման կրճատած գրաֆիկը, որը իրենք ձեզ են ներկայացրել։ Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ արտահայտվեք տեսանյութի ներքո։